աննախադեպ ճնշումների են ենթարկվում բոլոր այն մարդիկ, որոնք որ չեն միանում տիրադավներին եւ հերձվածներին, սա հայրաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ էլի ճնշման դրսևորում է, այս մարդիկ պարզ ասում են, այն մարդիկ, որոնք որ մեր հրահանգները չեն կատարի, այն մարդիկ, որոնք որ չեն միանա եկեղեցու դեմ արշավին, այդ մարդկանց նկատմամբ քրեական գործը պատրաստ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որը որ դեմ է խոսել իշխանություններին, քննադատական խոսք ունեցել, այդ մարդը կշիռ ունի, այդ մարդուն կամ չքաշքշեն, կամ չտանեն քրեակատարողական հիմնարկ։ Փաշինյան Նիկոլը հորդորում է ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն էլ գնում է հորդորում է ասած խնդրում են։ Խնդրում ենք, ինչ նշանակում խնդրում ենք։ Ինքը այդ գործառույթ ունի ԱԱԾ-ին խնդրելու, այս մարդը վերազանցելով իր լիազորությունները հրահանգներ է իջեցնում այն գերատեսչությանը, որը որ պիտի զբաղվի ազգային անվտանգությամբ։ Պատարագում կաթողիկոսի անունը զեղչելը ազգային անվտանգության հարց է, Արցախի անունը զեղչելը ազգային անվտանգության հարց է, եկեղեցի մուտք գործելը եւ այդքան ուժայիններով բանով մտնելը եւ ուրեմն մեր հավատավոր ժողովրդին քաստինգ են անում, ով կարա մտնի եկեղեցի, ով չի կարա մտնի եկեղեցի։ Դա ԱԱԾ-ի խնդիրը, դա է ուժայինների խնդիրը։ Մարդը ԱԱԾ-ը ուղարկում, ստիպում է մարդկանց, որպեսզի ուրեմն պատարագը ձևափոխեն իր սրտի պատարագը անցկացնեն։